Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե Վիեննայում պարտավորություններ չի ստանձնել։ Վիեննայի հանդիպմանը Ադրբեջանը համաձայնություն է տվել հրադադարի ռեժիմի ամրապնդմանը, առաջիկայում բանակցությունների շարունակման համար։ Հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը ANS հեռուստաընկերության եթերում։ Առաջին անգամ պաշտոնապես մեկնաբանելով Վիեննայի հանդիպումը Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարը նշել է, թե Ադրբեջանի համար ամենագլխավորը կրակի դադարեցման ռեժիմի պահպանումն է, որպեսզի չլինեն սադրանքներ եւ հունիսին սկսի բանակցությունների գործընթացը։ Հիշեցնենք, Վիեննայում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով ըստ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարության Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները վերահաստատել են հրադադարի պահպանման եւ հակամարտության խաղաղ կարգավորման իրենց հանձնառությունը։ Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նախագահները նաեւ համաձայնել են հնարավորինս սեղմ ժամկետներում վերջնականացնել ԵՀԿ-ի հետաքննական մեխանիզմը։ Ըստ համանախագահների հայտարարության Սարգսյանն ու Ալիևը համաձայնել են ԵՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչի թիմի լիազորությունների ընդլայնմանը եւ պայմանավորվել, որ կշարունակեն անհետ կորածների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը։ Ադրբեջանցի պաշտոնյան մեկնաբանելով ԵՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչի գրասենյակի լիազորությունների ընդլայնման մասին համանախագահների հայտարարությունը հակադարձել է, թե այդ կապակցությամբ Բաքուն պարտավորություններ չի ստանձնել։ Կասպշիկի լիազորությունների էական փոփոխություն չի կարող լինել, այնտեղ նշվածը Մինսկի խմբի դիրքորոշումն է, ասել է Մամեդովը, հավելելով. Հայաստանը պետք է վերադարձնի գրավյալ տարածքները որքան շուտ, այնքան լավ իրենց համար։ Բաքուն Երևանի միաժամանակ կոչ է անում կառուցողականություն դրսևորել հակամարտության կարգավորման գործընթացում։ Ցավոք դրա փոխարեն Հայաստանի արտգործնախարարը իր ելույթներով ամեն կերպ փորձում է պայմաններ ստեղծել ստատուս քվոյի պահպանման համար, այդ ուղին վտանգավոր է, որը կարող է իրավիճակը դարձնել դրամատիկ, զգուշացնում է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիմքեթ Հաջիևը, մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի Սոֆիայում ունեցած ելույթը։ Նախարար Նալբանդյանը, հիշեցնենք, ելույթ ունենալով Եվրախորհրդի նախարարների կոմիտեի 126-րդ նիստում հայտարարել է, թե ավտորիտար ռեժիմները պատերազմի երկընտրանքի առջև չեն կանգնում։ Նման իրավիճակի ականատեսը դարձանք ապրիլի սկզբին, երբ Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Ղարաբաղի դեմ, հայտարարել էր Հայաստանի արտգործնախարարը։ Ապրիլյան քարոզիա պատերազմից եւ Վիեննայի հանդիպումից հետո Ադրբեջանում համոզված են, որ այժմ նոր իրավիճակ է եւ Ադրբեջանն է թելադրում իր կամքը, գրում է Trend գործակալության մեկնաբան Էլմիրա Թերիվերդիևան, շարունակելով, իսկ միջնորդները անհանգստացած են տարածաշրջանում հնարավոր նոր պատերազմի բռնկմամբ եւ անում են ամեն ինչ կանխելու արյունահեղությունը։ Թուրան գործակալության վերլուծաբանն էլ կարծում է, թե ապրիլյան պատերազմին հաջորդած հանդիպումը դժվար թե որևէ փոփոխություններ մտցնի հայ-ադրբեջանական առճակատման օրակարգում, հատկապես այն պատճառով, որ հակամարտող կողմերը չկարողացան մոտեցնել իրենց դիրքորոշումներն այդ հանդիպման ընթացքում։ Ադրբեջանը շարունակում է պնդել խաղաղություն Ղարաբաղի ինքնավարության բարձր կարգավիճակի դիմաց, իսկ Հայաստանը շարունակում է պնդել խաղաղություն Ղարաբաղի անկախության դիմաց, արձանագրում է ադրբեջանցի վերլուծաբանը։